Ծիծեռնակաբերդի բարձունքն այսօր կրկին վերածվել է համազգային ուխտատեղի։ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի օրը հազարավոր մարդիկ խոնարհվելով անմար կրակի առջև իրենց հետ բերում են ոչ միայն ծաղիկներ, այլև սերնդեսերունդ փոխանցվող ընտանեկան պատմություններ։ Այս հիշողությունը այն ամուր արմատն է, որը թույլ չի տալիս մոռացության մատնել 1.5 միլիոն անմեղ զոհերի ճակատագիրը։ Ծիծեռնակաբերդ է այցելել Ուժեղ Հայաստան կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն ու կուսակցության անդամները։ Կարապետյանը անընդունելի է համարել գործող իշխանության վարած քաղաքականությունը, պնդելով, որ պատմական հիշողությունը չի կարող սակարկվել տնտեսական շահի հետ։ Մեր երկրի առաջ երկու այլ ընտրանք է։ Առաջինը, ինչպես առաջարկում է իշխանությունը, մոռանալ մեր պատմությունը, մոռանալ 1.5 միլիոն անմեղ սպանված հայերի ճակատագիրը։ Ու դրա դիմաց պատկերացնում եք, իրանք առաջարկում են մեր ամբողջ պատմությունը մոռանանք, 1.5 միլիոն մարդու ճակատագիր մոռանանք, դիմացը առաջարկում են էժան, ասենք, լոլիկ Թուրքիայից բերենք։ Որն է մեր գնահատանքը ընդհանուր, մենք մեր հանդեպ, որպես ազգ, մեր ազգային ինքնասիրության։ Տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել նաև Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ ազգային բարերար Սամվել Կարապետյանը։ Նա շեշտել է, որ հայ ժողովրդի պատմական հիշողությունը մեր գենետիկ կոդի մեջ է եւ այն հարատև է։ Ըստ նրա, 21-րդ դարում փակ սահմաններ ունենալը խոչընդոտում է զարգացմանը, ուստի կողմ լինելով Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը, դա պետք է արվի առանց ազգային արժանապատվության զիջման։ Սամվել Կարապետյանի խոսքով, միայն ուժեղ պետությունն ու խոհեմ ղեկավարումը կարող են կանխել նոր ողբերգությունները։ Ծիծեռնակաբերդ էր այցելել նաև ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը։ Հոգևոր դասի հետ միասին հովապետը աղոթք է բարձրացրել առ Աստված, հայցելով Տիրոջ շնորհն ու խաղաղությունը մեր ժողովրդի կյանքին։ Սրբոց նահատակած նվիրական այսօրը մենք մեր եկեղեցականից հետ աղոթք առ Աստված բարձրացրեցինք հայցով, որ Տերը իր շնորհը, սերը եւ խաղաղությունը հղի մեր ժողովրդի կյանքին, որպեսզի ազգս հայոց սիրով միաբան, համերաշխ եւ ոգով աննկուն դիմագրավի իր կյանքի բոլոր փորձությունները եւ մեր հայրերի լույս պատվիրաններով ու պատգամներով կերտի իր բարեշեն, իր առաջընթաց ու հզոր կյանքը խաղաղության եւ անվտանգության պայմաններում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը եւ խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը նախարարների ու բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Հարգանքի տուրք մատուցելու են եկել նաև Հայաստանում տարբեր երկրների դիվանագետներ։ Նիկոլ Փաշինյանի այցից հետո եւ իրենից առանձին Ծիծեռնակաբերդ այցելել նաև Փաշինյանի նախկին կինը Աննա Հակոբյանը պետական պահպանության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ։ Մինչ պաշտոնական արարողությունը ոստիկանները փակել են հուշահամալիրի մուտքը, թույլ չտալով քաղաքացիներին ներս մտնել։ Փաշինյանի եւ պետական պաշտոնյաների հեռանալուց հետո միայն բացվել են դեպի հուշահամալիր տանող ճանապարհները։ Մեր ժողովրդի մեծագույն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 24-ի իր ուղերձում հայտարարել է, որ անհրաժեշտ է բացառել հայոց ցեղասպանության թեմայի օգտագործումը միջազգային քաղաքական հակամարտություններում։ Նրա խոսքով մեծ եղեռնը չպետք է դառնա տարբեր ուժային կենտրոնների միջև պայքարի գործիք։ Փաշինյանի խոսքով հայ ժողովուրդը պետք է դադարեցնի հայրենիքի փնտրտուքը եւ շարունակի ապրել Հայաստանի սահմաններում, որոնք միջազգայինորեն ճանաչված են։ պետությունը եւ խաղաղությունն են այն երաշխիքը, որ հայոց ցեղասպանություն կրկին տեղի չունենա։
Այս պատմական նպատակը իրագործելու համար մեզ անհրաժեշտ է դադարեցնել հայրենիքի փնտրտուքը մեր պետության, Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված 29743 քառակուսի կիլոմետր տարածքից դուրս։ Այս տարածքը փոքր չէ հայ ժողովրդի բարգավաճման, զարգացման ու բարեկեցության համար։ Այսօր մեր տասնյակ բնակավայրեր դատարկ են։ Տասնյակ բնակավայրեր եւ ընդհանրապես մեր պետությունը թեր բնակեցված։ Սրա պատճառը խաղաղության բացակայությունն է եղել եւ գիտակցության բացակայությունը, որ հայրենիքը պետությունն է, ինքնությունը պետությունն է, անվտանգությունը պետությունն է, իր միջազգայինորեն ճանաչված տարածքներով եւ այս գիտակցության վրա հիմնվելով հայ ժողովուրդը պետք է դուրս գա գաղթի եւ պանդխտության տրամաբանությունից։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայոց ցեղասպանության հերթական տարելիցին նվիրված իր ամենամյա ուղերձում հայտնել է, թե ցավում է առաջին համաշխարհային պատերազմի ծանր պայմաններում զոհված հայերի համար։ Էրդողանը, որը մինչ օրս հրաժարվում է ճանաչել 1.5 միլիոն հայերի բնաջնջումը որպես ցեղասպանություն, Պորսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին ուղղված ուղերձում ներկայացրել է իբրև պատերազմի ապստամբությունների, ավազակային գործողությունների եւ համաճարակի հետևանք։ Մեջբերում մենք ձգտում ենք ապագա սերունդներին թողնել ոչ թե վատ հիշողություններ, այլ հաշտեցում։ Սա մեր պատասխանն է նրանց, ովքեր ցանկանում են պատմությունից թշնամանք քաղել։ Մենք ավելի բարձր ենք դասում խաղաղության, կարեկցանքի եւ երկխոսության լեզուն։ Մեջբերման ավարտը։ Էրդողանը, որը տարիներ շարունակ կրկնում է նույն թեզերը, փաստացի ակնարկել է, որ երկու երկրների միջև թշնամանքը վերացնելու համար պետք է մոռանալ անցյալ դարում տեղի ունեցած վայրագությունները, որը ի դեպ կազմակերպել էր Օսմանյան Թուրքիայի վերնախավը։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ։ Մեջբերում այդ տարիների հալածանքներն ու ճնշումները չսպիացող վերք դարձան հայերի սերունդների համար, սակայն վերապրած արհավիրքը համախմբել է մարդկանց, ովքեր հավատարմություն են ցուցաբերել ավանդույթներին, իմաստուն ու քաջ են գտնվել։ Մեջբերման ավարտը։ Դաշնության նախագահը վստահ է, որ Հայաստանի որդիներն ու դուստրերը կշարունակեն գնահատել իրենց ազգային ինքնությունը, հազարամյակների մշակույթը, լեզուն, ազատությունը եւ հոգեվոր արժեքները։ Պուտինը բարեկամ հայ ժողովրդին բարեկեցություն, բարգավաճում եւ ամենայն բարիք է մաղթել։ 1995 թվականին Ռուսաստանի Պետդուման ընդունել է հայ ժողովրդի 1915-ից 1922 թվականների ցեղասպանությունը իրենց պատմական հայրենիքում, Արևմտյան Հայաստանում դատապարտելու մասին բանաձևը։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է հայոց ցեղասպանության տարելիցին, նշելով, որ Ռուսաստանի դիրքորոշումը այս հարցում օբյեկտիվ է ու հետևողական, քանի որ ազգային պատկանելության հիման վրա իրականացվող զանգվածային ոչնչացումը չի կարող ունենալ որևէ արդարացում։ Զախարովան հատուկ շեշտել է, որ ի տարբերություն որոշ արևմտյան գործընկերների, խոսքը Ամերիկայի Միացյալ Նահանգների մասին է։ Ռուսական կողմը երբեք չի խուսափում ցեղասպանություն եզրույթն օգտագործելուց եւ չի հեռացնում աջակցության հրապարակումները սոցիալական հարթակներից։ Ավելի վաղ փետրվարին ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ը X-ի իր էջից ջնջել էր հայոց ցեղասպանության հուշահամալիր կատարած այցի եւ զոհերի հիշատակը հարգելու մասին սկզբնական գրառումը, այն փոխարինելով իր խոսնակի ավելի չեզոք ձևակերպմամբ, որտեղ ցեղասպանություն բառը արդեն բացակայում էր։ Dear colleagues, I will speak today about genocides. ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ ելույթ է ունեցել Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր Հայկ Մամիջանյանը։ Նա շեշտել է, որ չնայած միջազգային իրավունքի եւ ինստիտուտների առկայությանը 21-րդ դարում կրկին տեղի են ունեցել մարդկության դեմ ուղղված ծանր հանցագործություններ։ Մամիջանյանը փաստել է, որ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100,000 հայերի բռնի տեղահանման ընթացքում 60-ից ավելի մարդ է մահացել Հայաստան տանող ճանապարհին, փորձելով փրկվել ադրբեջանական ռեժիմից։ Նա հատուկ ուշադրություն է
է հրավիրել Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանությանը, մասնավորապես Ստեփանակերտի Սուրբ Աստվածածնի եկեղեցու հիմնահատակ ոչնչացմանը, որի մասին ապացույցները միայն արբանյակային լուսանկարներն են, քանի որ Բաքուն թույլ չի տալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ի մուտքը տարածաշրջան։ Պատգամավորը քննադատել է քաղաքակիրթ աշխարհի անտարբերությունը մեկ բռնապետի գործողությունների նկատմամբ, ով շարունակում է Բաքվի բանտերում ապօրինի պահել հայ գերիներին եւ օկուպացված պահել Հայաստանի ինքնիշխան տարածքները։ Ելույթի ավարտին Մամիջանյանը դիմելով Հայաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրներին հայտարարել է. «Դուք ձախողել եք, ես ողջ եմ»։ Themselves as our enemies. You failed. I survived.